Հայկական խորհրդանիշ նռան մասին հետաքրքիր փաստեր։ Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության խորհուրդ ունի։ Նրա խորհրդաբանությունը օգտագործվել է հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ։ Նռան խորհրդաբանությունը շատ տարողունակ է հատկապես քրիստոնեության մեջ։ Այն Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է, խորհրդանշում է հրաշափառ հարությունը, Աստծո շնորհների բազմազանությունը։ Ըստ ավանդույթներից մեկի՝ Նոյի տապանը փակեց հենց նռով։ Նուռը նաև եկեղեցու խորհուրդն ունի։ Նռան հատիկները պատված են պինդ կեղևով։ Այդպես էլ Քրիստոսի եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ եկեղեցու մեջ։ Արարատյան թագավորության ժամանակ նուռը պաշտվել է իբրև կենաց ծառի պտուղ։ Այս պտղի կարևորությունը հաստատվում է նաև հայկական պատմական ձեռագրերում և փորագրություններում, որտեղ նուռը որպես զարդանախշ էր օգտագործվում։ Ամենանշանավոր հայկական գեղարվեստական ֆիլմերից է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։ Կարելի է ասել, որ նուռը ազգային խորհրդանիշի է վերածվել։ Ցանկացած գեղարվեստական ցուցահանդեսում դուք անպայման գոնե մի քանի նկար կգտնեք, որոնց վրա նուռ պատկերված կլինի։ Նուռը հայկական մշակույթի խորքային խորհրդանիշներից է, կապված հարուստ ժառանգության և միասնության գաղափարների հետ։ Դեռ հին ժամանակներից նուռը եղել է կյանքի ու անմահության խորհրդանիշ, հիշատակված և հեթանոսական ծեսերում, և քրիստոնեական ավանդույթներում։ Հայաստանում նուռը հաճախ հանդիպում է ոչ միայն ուտեստների մեջ, այլ նաև արվեստում։ Այն զարդարում է գորգեր, ձեռագործ իրեր, խաչքարեր, եկեղեցական որմնանկարներ ու անգամ հայոց դրամանիշները։ Հարսանիքներում նուռը ունի հատուկ դեր։ Հարսը նուռ է գցում հատակին, կամ նուռը խփում է դռանը, և որքան շատ հատիկներ ցրվեն, այդքան առատ ու հարուստ կլինի նորաստեղծ ընտանիքի կյանքը։ Տոնական սեղաններին այն դրվում է կենտրոնում, որպես հաջողության և միասնության խորհրդանիշ։ Աշխարհի շատ խոհանոցներում նուռը ընկալվում է պարզապես որպես համեղ պտուղ, բայց նուռը հայկական խոհանոցում միաժամանակ նաև մեր ինքնության բաղադրիչն է։ Այն փոխանցում է պատմություն, արժեք ու սերնդից սերունդ փոխանցվող իմաստ։ Նուռը հնագույն պտուղներից մեկը դարձել է հայկական խոհանոցի իսկական սիրտը։ Դարեր շարունակ այն եղել է ոչ միայն սեղանի զարդ, այլև մի բաղադրիչ, որը համով, տեսքով և օգտակարությամբ յուրահատուկ տեղ է զբաղեցրել մեր կենցաղում։ Նուռը հայկական խոհանոցում ասես բանալի է համերի, գույների ու արժեքների բացահայտման համար։ Նուռը պարզապես պտուղ չէ, այն մշակույթ է, սեր, ուժ ու շարունակություն։ Դարեր շարունակ այն եղել է հայերի խոհանոցի հպարտություն, հարստացնելով ուտեստներն իր համով ու իմաստով։ Այսօր էլ այն շարունակում է ապրել թե ավանդական, թե նորարարական ուտեստների միջոցով։ Նոր սերունդը գնահատում է նորարարությունը, բայց միևնույն ժամանակ ցանկանում է մնալ արմատներին մոտ։ Նուռը հայկական խոհանոցի այն հազվագյուտ բաղադրիչներից է, որը ծառայում է որպես կամուրջ ավանդույթի ու ժամանակակից մոտեցումների միջև։